Դու փորձված եք, չէ՞, առևտրի գործում։ Չէ՞։ Ամաչում։ Չեմ ամաչում, ոչ էլ ամաչում, ինքնի պետք է ամաչեմ, ցավը տամ։ Հիմա դու գտնում եք, որ այստեղ տարբերություն են մեծ խանութների։ Որն է, այստեղ առավելություն կա եւ առնողի եւ վաճառողի համար։ Արդյոք սակարկում են դու։ Իրանց գնովել ենք տալի։ Որտեղի փող տա։ Մենք խղճում ենք մարդկանց, որ ձեռները փող չկա։ Շատերը ուզում լացլելով ասում են, «Էս հա ձեռից փողը ինչ կլինի»։ Իրա գնովել ենք տալի, ոնց բերել են։ Շրջանառության հարկով վերջին գին հասկացությունը այլևս շուկաներից կվերանա։ Այսինքն երբ որ ասում եմ վերջին գինը որն է, երբ որ Չի վերանա։ Նրա համար որ մեր ժողովուրդը սննկացած են։ Ոնց կարող է վերանալ։ Այդ դեպքում ոնց եք փաստաթղթավոր, ինչ գնով եք փաստաթղթավոր։ Ձեր եկամուտը կպակասի։ Եկամուտը պակասում է, բա ոնց, եկամուտը պակասում է, դրա համար հնարավոր չէ, այո։ Հնարավոր չի որ գրենք։ Մենք ինչ գնով ուզում ենք տալիս ենք, որ այդ օր առևտուր անենք, համ տուն փող տանենք, համ տեղի փող տանք, հնարավոր չի որ չի չնենք։ Ոնց կիլի որ չի չնես, բա ինչի է շուկա կոչվում։ Հենց դա եմ ասում, եթե դուք գրել եք փաստաթղթավորել եք 5000 դրամով, ես այդ ապրանքն ուզում եմ գնել 4000-ով, որտեվ ինձ մոտ 4000 է։ Դուք Ես նոր մի քիչ առաջ եղավ, հանել այրախուն ուզում է շալվար առնի, վերջի 5000 դրամն է, ոնց չտամ, ես 6 եմ ծախում։ Ես այդտեղ 1000 դրամ տժվեցի։ Ելու չենք աշխատելու։ Հիվանդ եմ, երկրորդ կարգի հաշվամթամ եմ, աղջիկ ջան։ Ու դեղի փող եմ աշխատում, ես կարամ այդ որ Հետո մեր պայմանը էս է, մենք որտեղ նստենք, այդ քանը գրենք, մի տես քանի տեսակի է։ Չեմ կարա տա հաշվեմ, ոնց է, որտեղ եմ նստում գրեմ։ Եթե 2 ժամ փռում ենք, 2 ժամ հավաքում ենք, 2 ժամ էլ գրենք, գնա տուն գնալու ժամանակն է, էլի։ Էլ որտեղ գրենք։ վարչապետն ասել էր, որ 4 օրվա ընթացքում 5 շաբթի այո։ Ինչ որ սայլը տեղից կշարժվի, հույս ունեք։ Հույս ունենք, սպասում ենք, տեսնենք անեն թե չէ։ Իսկ եթե չէ, ուրեմն թղթաբանություն մենք չենք կարող անել։ Թողնելու ենք գնանք տուն։ Այսինքն դուք ոնց եք գտնում լավագույն որոշումը որը կլինի։ Լավագույն որոշումը հին ձևի ոնց որ կար։ Հին ձևի կամ ինչ որ մի հստակ գումար։ Մի րոպե նստում իմ անի։ Հələ դուք նայեք, ես հələ ամենամանը։ Մի հստակ գումար։ Մի գույն, երկու գույն, տարբեր գույներա, տարբեր ռազմեր։ Թղթում տալիս է, որ գույներն էլ գրեք, ռազմերն էլ գրեք, կոդերն էլ գրեք, այսքանը ոնց գրենք։ Սենց նայ, այ սենց իմսա։ Որտեղից գրեմ։ Կարամ այսքանը գրեմ, չեմ կարա գրեմ։ Ասենք երին բաժինը։ Այս իրաք չի Բարև ձեզ։ Չէ, հնարավոր չի։ Նախ ձմեռը այնքան ցուրտ ալինում, հնարավոր չի, որ հաճախորդի մեր լումբանը տանք, զդաչին տանք։ Ձեռներ սարում, այդքանը մենք ոնց ենք նստում, մեկ-մեկ գրենք։ Հնարավոր չի։ Մեզ համար հնարավոր չի, չգիտեմ խանութներում հնարավոր է թե չէ։ Հաշիվ ապրանքագրի պատմությունը, որ դուք պետք է ունենաք, այդպես է, Բայց չէ՞։ ո՞վ է մեզ տալիս։ Թուրքիայից բերում ա տղես, Թուրքիայում ֆակտուրան տալիս է, չի անցնում, այստեղ չի անցնում, այստեղ էլ ոչ մեկը մեզ ֆակտուրա չի տա։ Ոչ մեկը չի տալիս։ Բայց Թուրքիայի ինչի ֆակտուրան պետք է չտա։ չի անցնում, չեն տալիս։ Չէ, տեղական է, եթե Չեն տալիս, ոչ մեկը որևէ չի մեկը տալիս։ մեծ ավաճառը։ Մեծավաճառից ես չեմ բերում, որ մեծավաճառը ինձ ֆակտուրա տա։ Ես գնում եմ Թուրքիա, ինձանով բերում եմ, որ 2 կոպեկ մեկ չաշխատեմ։ Ինձ ով պետք է ֆակտուրա տա։ Ես էլ դրա համար հարկային վճարում եմ, սոցը վճարում եմ այս տարիքից երկրորդ կարգի հաշվամթամ։ Ու ամեն ինչը մաքուր կանգնած եմ աշխատում։ Դեղի փող։ Ձեզ մի բան հարցնեմ։ Երբ որ մարդիկ գալիս են շուկա, այն հուսով են գալիս, որ գնային տարբերություններ կան, ենթադրենք մոլերից եւ այլ խոշոր առևտրի կետերից։ Գալիս են նաեւ սակարկելու համար։ Հիմա այս շրջանառության հարկը թույլ է տալու, որպեսզի հաճախորդը վաճառողի հետ սակարկի։ Ոչ։ Հնարավոր չի լինի արդեն դա անել։ Բացարձակ։ Ոնց մոլերում կլինի, նույնն էլ ստեղ կլինի։ Երևի իրանց ուզածը հենց կայանման նրանում, որ իրանց բացած մեծ առևտրի կենտրոնները փոքրերի հաշվին գոյատևեն։ Մեխանիկորեն փոքրերը շարքից դուրս պետք է գան։ Գիտենք, որ շատ մի շարք մեծ առևտրի կենտրոններ ունեն բոլոր ղեկավար պաշտոնյաները։ Կոնկրետ անուններով չեմ ցանկանում թվարկել, բայց բոլորը գիտեն։ Թող ոչ մեկին չթվա թե այսօրվա դրությամբ ոչ մեկը այստեղ առևտուր անողներից չգիտի թե ով է մոլի տերը, ով է դալմայի տերը, ով է նոր առևտրի կենտրոն բացում Արմավիրում։ Բոլորն էլ գիտեն ժողովուրդը։ Հավատում եք վարչապետը, որ խոստացել էր 4 օրվա ընթացքում պատասխան տալ, ձեզ ընդառաջ կգնա հաշվի առնելով այն հայտարարությունները, երբ ասում էր, որ իրենց թիրախը միջինը եւ փոքրը չեն եւ այս արտահայտությունը նաեւ մարտի 1 եք ուզում։
Այդ sense դրա մասին է ես ուզում ասել, որ եթե ղեկավարը օգտվելով իր ղեկավարական դիրքորոշումներից կարա ամբիոնից դիրքից, կարա ամբիոնից ելույթ ունենա եւ ասի երկրորդ մարտի մեկ եք ուզում։ Իսկ ինքը չի մտածում, որ կարող է այս կանանց, որ հիմնականում մնացել են կանայք առևտուրանողները, տղամարդիկ բոլորը դրսում են այսօրվա դրությամբ, մի կտոր հացը վաստակում է կինը իր ընտանիքը գոյատևելու համար, հաստատ եմ ասում փախի վախեցած կնոջից այդ պատմությունը կլինի։ Եթե իրանք փող զիջման չգնան, ինձ թվում է սա մի մեծ ահավոր պատմություն է դուրս գալու։ Չգիտեմ դեպուտատներից որ մեկն ասեց պարտավորը խնդրանքը վերենաց է պարտադրանքի, բայց ինչպես դիմենք ձեզ, երբ որ խնդրանքը վերածեցիք պարտադրանքի, հասցնում են, չէ՞։ Գտնում եք որն է լավագույն լուծումը, որ այլևս չլինի, այսինքն այդ առաջարկ որ փաստաթուղթի ներկայացնեք կամ գնելուց պետք է փաստաթուղթ պահանջեք։ Դա խոչընդոտ է ձեր, ինչով է Հիմա խոչընդոտ։ ասեմ ձեզ, մեծ բիզնեսմենները Եթե դուք գնում եք հնարավոր խոշոր վաճառողից, վաճառողից, հենց դրա մասին եմ ուզում ասել։ Միայն խոշոր վաճառողից Որն է մենք պրոբլեմը։ չենք գնում։ Այստեղ խնդրեմը կայանում է նրանում, երբ փոքր բիզնեսի կանգնողը, չէ, ինքն է կանգնած, չէ, իր ապրանքի գլխին։ Ինքը գնում գալիս է։ Թուրքիա են Գնում է գնում։ արտասահման։ Մի րոպե, գնում է արտասահման։ Թուրքիան այսօրվացիամբ արտասահման է, չէ՞ համարվում։ Մենք ինչ առևտրական պայմանագրեր ունենք Թուրքիայի հետ, ոչ մի ինչքան գիտեմ, գիտեք, չէ՞ որ չունենք։ Բա կներեք, եթե Թուրքիայում մենք որպես հարգելով, որպես հին իրանց կլիենտներ, այսպես ասեմ, իրանք հանեն մեզ տան փաստաթուղթ, ֆակտուրա, հասարակ բան եմ ասում, որ Վրաստանում այդ ֆակտուրաները անցնում է։ Բայց չէ՞ որ մեր երկրում չի անցնում։ Այսինքն իրանք գիտեն մեծերն ովքեր են, ընկել են փոքրերի հետևից, որ փոքրերը փակվեն, մնան մենակ մեծերը։ Բա տենց ո՞նց կլինի։ Իրանք չգիտեն ով է տոննայով կամ 2 տոննայով ապրանքը բերում, չգիտեն ֆուրովով է բերում։ Շատ լավ գիտեն։ Չի կարող են հանգեցնել օրենքը։ Հիմա ենթադրենք, թե այս օրենքը գործի ու դուք պետք է ստիպված կլինեք երևի թանկացնել, չէ՞։ Այդ չարչարանքի եւ այդ բայց ասեմ ձեզ, հնարավոր չի այս կարգով աշխատել։ Այսինքն պետքա բոլորը ոտքի կանգնեն։ Առայժմ խոսում եք ձեր տեսանկյունից, բայց գների աճ դուք ո՞նց եք պատկերացնում։ Կլինի կավելանա։ Բա ո՞նց չի կարող ավելանա։ Ո՞նց կարող է, չէ որ այդ բերող մարդը ֆակտուրան տալու համար արդեն եթե մինչ այդ ծածկված բան Այլ կար, գնով կտար ավելի բարձր։ այլ գնով կտա անպայման։ Հնարավոր Քան գնով չեմ կարող վաճառել իմ վերցրած ապրանքը, որ հիմա ծախում եմ 6000 իր ապրանքը բերենք, այսինքն ստեղ տեղում գնանք, ով որ մեծ բիզնեսմեն է, բերում է, գնանք նրանից այդ բերվածից էլ ավելին գնով բերենք, հա, ստեղ վերավաճառենք։ Բայց կգան այդ դեպքում, որովհետև կնախընտրեն ավելի, այսպես ասած, կոմֆորտ տեղերից չէ օգտվել, եթե Հա, բայ իհարկե, ով չի ցանկանա, կգա սառելով կկանգնի ստեղ հանդերձանում կամ էլ կասի գիտեք ինչ կա, եթե չես տալիս, sense ամեն տեղ էլ կա, կգնամ ընդեղից կվերցնեմ, էլ ինչի համար ենք ստեղ կանգնում, ելքի են գոյատևում։ Չէ՞ որ այս ամեն մի փոքր բիզնեսում էլ կան մարդիկ, որոնց ընտանիքներով են աշխատում։ Մի ընտանիք էլ հետնա չէ պահում այդ փոքր բիզնեսը։ Ուրեմն բոլորը գիտեն։ Հեսա հունվարի 1-ից միջև մայիսը վերջանալը։ Նոր մայիսին վերջանումը արդեն սկսում է տաքերը, չէ։ Մենք ամբողջ այդ հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս չենք աշխատում։ Բայց մի կերպ հարկայինին գումար ենք վճարում։ Ասում ենք լավ է ոչինչ, թող վճարումը կատարենք։ Բայց 5 ամիս մենք սվթա չենք անում։ Բավական գալիս ենք ու ամբողջ ձմռանը մենք -20-ի տակ մեկը չկա որ լյարդ լեղապարկի հիվանդություն ստացած չլինի։ Այդքանի վրա մեկ հաճախորդ է գալի այդ չեղյալ օրերը։ Մեկը մյուսից խլում ենք ու մի կերպ 10000-ով բերած շորը 5000-ով տալիս ենք, բայց դրա համար մենք չենք աճում։ Տալիս ենք ասում ենք տանեք տանը հաց առնենք։ Հիմա այդպես չեք կարող անել, սակարկելը վերանում է, վերջին գին հասկացությունը, երբ որ դες գալիս հարցում են սրա վերջին գինը որն է։ Հետո ո՞նց ենք մենք անելու։ Այսինքն մեխանիկորեն ուզում ա որ պրոբկա վերանում են։ Ակամայից յարմարկաները վերանում են։ Եթե տոնավաճառը նրա համար է, որ սակարկնին լինի։ Եթե չկա, ուրեմն վсё վերացավ։ Խանութներ։ Հետո մենք ապրանք ունենք 6-7 տարի, այն ящикների մեջ տեսնում ես արկղների մեջ։ 6-7 տարվա ապրանք, հայտնանից որտեղից փաստաթուղթ բերեմ։ Հա, հետո ձեզ բանը ես ուզում եմ խոսքս տեղ հասնի, որ այս բանը պատերազմից հետո ժողովուրդը ինչ օրեր են ապրել, ինչ սով են քաշել, մերս խեղճ ժողովուրդը,
որ հացի խնդիր են հիմա հայթայթում։ Տարիներ շարունակ ասում եք նավը նստած, նավավարում ենք, ասում եք այսօր լավ կլինի, վաղը, եկող տարին, այս մեկը նստես լավ կլինի, մյուսը նստես լավ կլինի, բայց լավը չենք տեսնում։ Լավը երբեք թույլ տալու, որ մենք տեսնանք։ Գնանք ուրիշի նոքար դառնանք, կգնանք դառնանք ուրիշի նոքար, բայց ձեր ստրուկը չենք դառնալու։ Ես օրինակ իմ ամուսինը գնացել է Ղարաբաղի պատերազմի ժամանակ անհայտ կորել է։ Մաքսատունը եկել հասել է, մի հատ վճարեց մաքսատունը, ես գնացի ստադիոն, մի հատ ստադիոնից գնեցի, նորից ես ստադիոնը վճարեց, նորից դրա մի տոկոսը, ես բերեցի այստեղ վաճառեցի, նորից այստեղից գնացի այդ մի ապրանքի համար, այստեղից նորից գնացի մի տոկոսը, ու քանի անգամ ինքը այդ մի ապրանքի համար, քանի անգամ չարչարանքը։ Բնականաբար։ Այսինքն թանկացումն անխուսափելի։ Իհարկե։ Իհարկե։ Միանշանակ։ Այսօր գործանող եմ, չէ, ասենք տղամարդու։ Այսինքն ներկրող ես, թե որ։ Հա, ներկրող եմ, ես իմ բիզնես եմ։ Ասենք հասարակ բան, եթե ես հիմա ուզում եմ մի հատ շալվար հագնեմ իմ համար, մի հատ էլ աղբորս նվերտամ, պիտի ես գնամ հարկային դիմում գրեմ, գիտեք ինչ կա, ես մի հատ ինձ եմ հագնում, մի հատ աղբորս, մի հատ էլ հորս եմ նվերտալու։ Իրանց օրենքը է դա։ Այսօր տենց է դուրս գալի, եթե ես ամեն ապրանք գրում եմ, ես այսինքն ես ամեն ամիս, երբ որ գնում եմ, ունենում եմ 30-ից 40 հատ բռակ ապրանք, որը ես իմ հետ տանում եմ նորից Թուրքիա, որպեսզի փոխեմ։ Հասարակ մի հատ օրինակ։ Այսինքն ես մի հատ պիտի գա, էդի կրման կարգ կա, չէ՞։ Անորակը կամ թերին։ կապ չունի։ Ես օրինակ հասարակ բան եմ ասում։ Հիմա ես այդ 30-40 հատ ջինսը արժի ասենք 400-500 հազար դրամ, որի համար ես օրինակ արդեն այդ 50 կիլոյի համար 200 կամ 300 դոլար արդեն մաքսայինին վճարել եմ։ Այսինքն ես էդի արդեն տուժած տանում եմ, որ փոխեմ հետ բերեմ։ Այսինքն ես արդեն տուժած եմ, բայց ես ստեղ դրա համար արդեն վարկ եմ վճարել։ Այսինքն հարկ եմ վճարել, ասենք չի տեղավորվում են եթե ուղեղի։ Մի խոսքով եւս չլուծված մի խնդիր։ Պարոն Պողոսյան, ինչպիսի իրավիճակ եք տեսնում արդյոք շրջանառության հարկի այսպիսի տեսքով կիրառումը չի հանգեցնի գնաճի եւ շուկաները չեն կորցնի իրենց կոլորիտը։ Այո, գնաճի կբերի։ Կոլորիտի առումով ես ասեմ, որ այս վիճակը բոլորովին մեզ չի սազում, այդ տեսքով առ։ Կոլորիտ նկատի ունեմ սակարկելու առումով, նկատի ունեմ սովորությունների առումով։ Սակարկելու հնարավորությունը շուկան կամ տոնավաճառը հենց այդ իմաստը կրում է, որ սակարկելու հնարավորություն, բայց մարդիկ կզրկվեն սակարկելու հնարավորությունից, որտեղ այդ փաստաթղթերով ձևակերպված գնից այլևս ներքև չի կարող մարդը կլինի նվեր տալ։ Այսինքն կվերանա այդ հանգամանքը, որ այդ կոլորիտը կկորի։ Եվ առանձնահատկությունը կկորի, որտեղ տարբերությունը այս առևտրի եւ մեծ խանութների, սուպերմարկետների դա է։ Այսինքն մեծ ձեռնարկություններ ունեցող մարդկանց ձեռնատու է, որ կրճատվի այս առևտուրը։ Կրճատվի առևտուրը եւ այս հոսքը գնողների գնա դեպի մեծ խանութներ, մոլ կամ եւ այլն։ Սա ակնհայտ է, բայց խնդիրը պետության շահերի մեջ է, որ պետք է հարկումը լինի համապատասխան ապրանքաշրջանառությանը։ Այս մտադրությամբ է արված այս քայլը, որոնց դեմ բողոքում են մարդիկ, որ առևտուրը կվերանա փոքրը, դա ակնհայտ, ոչ թե կվերանա, այլ խիստ կկրճատվի, եւ փոքր վաճառողները կամ փոքր բիզնեսով զբաղվողները կտուժեն։ Իսկ հարկային այս ճնշումը, որը հիմա նախատեսվում է նոր առաջարկով, դա ճիշտ մոտեցում է, պարզապես սկսել են հակառակ ծայրից։ Ոչ թե ով որ վաճառում է եւ վերջի այդ շղթայում վերջի կետում է գտնում, այլ այն սկզբնակետից, ինչպես է ներկրվում կամ որտեղից է գնվում։ Այնտեղ պետք է ուշադրություն դարձվի եւ խստացումներ այնտեղ կիրառել, որտեղ այս շղթան ակնհայտ բոլորս գիտենք, որ այո, այդ խոշորները նույնիսկ ստվերային տնտեսություն մեր մոտ չկա, այլ ստվերային կլներ, եթե մարդիկ չիմանային տեղը այդ գումարների կամ չհաշվարկված։ Այդ խոշորների տեղը հայտնի է։ Ստվերային չէ, բայց դե յուրե ստվերային է, չէ։ Այո, իր խորությամբ, խորքային իմաստով ստվերային չէ, որովհետև բոլորը գիտեն, եւ կառավարությունում գիտեն, եւ մենք գիտենք այդ ապրանքների հոսքը եւ դրամային հակառակ հոսքը։